Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, մենք ներկայացնում ենք օրվա ամենակննարկվող թեմաները, բարի երեկո։ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ, ընդ որում խոսքը ոչ թե տեսական, ապագայի, այլ շատ իրական ամիսների հեռանկարի մասին է։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում ասել է Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է, որ իրեն չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական խնդիրները եւ արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե Արևմուտքը, թե Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ արհեստական ջրբաժանի։ Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները, սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել, ասված է ուղերձում։ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Դատարանը նաեւ վճռել է Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200,000 դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վարույթ է ընդունվել Սոֆիա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, այն վերաբերում է վարչապետի հունիսի 11-ի հայտարարությանը։ Փաշինյանն ասել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները առանց բացառության քվեարկել են ընտրակաշառքով, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։ Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացրել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Տեղի ունեցողը մեկնաբանել է Նարեկ Կարապետյանը, նաեւ անդրադարձել է հայկական երկաթուղու վերաբերյալ նախորդային վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ու վերջին շրջանի կալանավորումներին։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչա իրա ուզածը, ինչա իրա երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի, դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի։ Իմն էլ չի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները լավը չի։ Մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարի կարգել է գործարը, մի անուն դիր։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը թողնում է պաշտոնը եւ անցնում պատգամավորական գործունեության։ Նա շնորհակալություն է հայտնել թիմին ու նշել, որ նոր կարգավիճակում է շարունակելու ծառայել պետությանն ու կոտայքցիներին։ Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ազգային ժողովի պատվո մեդալով։ Լրատվական ծառայությունն է տեղեկությունը տարածել։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները փրկել են Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։ Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Ջոկատի տարածքում էինք, ձայներ լսվեց, մեզ քաղաքացի մոտիկացավ, ասավ մարդ է խեղդվում։ Ես ու իմ գործընկերը վազքով մոտեցանք ափ ու նետվեցինք ջուրը։ Դժվարությունն էր, որ կոնկրետ չգիտենք որ մասն է, որովհետև իջել էր ջրի տակ։ Առաջի անգամ որ նետվել եմ լիճը, բարձրացել եմ նորից, այդ ժամանակ չեմ նկատել իրան։ Երկրորդ անգամ սուզվելուց նոր նկատել եմ իրան։ Ճիշտն ասած տուժածին որ գտա ջրից բարձրացնելուց հետո մի հատ խորը շունչ եմ քաշել ու ներսում ես մի փոքր հանգստություն ու իմ գործընկերոջ հետ միասին բերել ենք ափ։ Ավտովթար Լոռու մարզում Վանաձորում բախվել են BMW-ն եւ VAZ 2107-ը, կա վիրավոր։
Իրավիճակը Իսպանիա-Մարոկո սահմանին ծայրահեղ սրվել է։ Մարոկոից և Ալժիրից հազարավոր միգրանտներ ծովային ճանապարհով հասել են իսպանական ափեր։ Ներգաղթյալները ճեղքելով և անցնելով սահմանային բարձր ցանկապատերը կարողացել են մուտք գործել տարածք։ Ոստիկանական ուժերը հայտնվել են անելանելի վիճակում, նրանք պարզապես ի վիճակի չեն վերահսկելու կտրուկ վատթարացող իրավիճակը և կանգնեցնելու միգրացիոն այս հզոր ալիքը։ Իսպանիան ցամաքային, օդային և ծովային ուժեր է ներգրավել Սեուտայում սահմանային անվտանգությունն ուժեղացնելու համար, կան տասնյակ զոհեր։ Արտակարգ պատահար Շվեդիայում երիտասարդական միջազգային մրցաշարի ժամանակ անհետացել է Եթովպիայի պատանեկան ֆուտբոլի թիմը։ 14-ից 17 տարեկան 20 մարզիկներ և նրանց ուղեկցողները եզրափակիչ խաղի օրը գաղտնի լքել են այն դպրոցի տարածքը, որտեղ բնակվում էին առաջնության օրերին։ Շվեդական իրավապահ մարմինները վստահ են, որ սա կազմակերպված անօրինական միգրացիայի հերթական դեպքն է։ Մրցաշարի ավարտից արդեն 10 օր է անցել, սակայն փախստականների հետքերն այդպես էլ չի հաջողվել գտնել։ Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել Համասին և Գազայի մյուս բոլոր զինված խմբավորումներին լիովին զինաթափելու վերաբերյալ։ Սա մոնումենտալ քայլ է դեպի երկարատև խաղաղություն և անվտանգություն։ Հայտարարել է ԱՄՆ նախագահը, ավելացրել, որ համաձայնագիրը կիրականացվի փուլերով։ Ըստ Ալ Ջազիրայի, Համասը համաձայնել է սկսել ծանր զենքի, ռազմական օբյեկտների և զինամթերքի պահեստավորումը Գազայի հատվածում։ Կանխատեսվում է, որ իրականացման ժամանակացույցը կներկայացվի 14 օրում։ Ճանապարհային քարտեզը նաև նախատեսում է իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Թուրքիայի բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել։ Հրդեհի մարման համար 9 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 42 հրշեջ մեքենա, 9 ջրցան և 4 բուլդոզեր է ուղարկվել։ Ռիսկի գոտուց մի քանի բնակավայրեր են տարհանվել։ Թուրքիան անտառային խոշոր հրդեհների դեմ է պայքարում միաժամանակ մի քանի նահանգում։ Հրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական հսկան։ Այս կադրերում Արթուրն է, այստեղ ընդամենը մի քանի ժամական է ընտանիքի առաջնեկն է, ծնվել է 4 կիլոգրամ, 650 գրամ քաշով, 53 սանտիմետր հասակով։ Բարի լուրով սկսեք ու ավարտեք ձեր օրը, անցուդարձը գնում է ժամանակավոր հանգստի։ Լավ մնացեք, կհանդիպենք սեպտեմբերին։